Շոֆերը ռուլի վրա հենց լարված վիճակ է, ես 35 տարի շոֆեր եմ աշխատել, ես չգիտեմ։ Վախեցնում է արդյոք Տիգրան Ավինյանին ավտոբուսների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը։ Հետքը Երևան ավտոբուս ընկերությունից պարզել է, որ մեկ տարում 2468 անգամ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել ավտոբուսների մասնակցությամբ։ Միայն 11 ամսում 2111 պատահար է գրանցվել։ 1014 վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել։ Այսինքն ամեն երկրորդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։ Մեկ-մեկ հեռախոսներ եմ նկատել, որ զրուցում են, ու զրուցում են, ես ոնց հասկացել եմ իրանց գործընկերների հետ։ Ասենք նենց անձնական զրույց չի եղել։ Հա, իրար ասում են, ես տեղ եմ, դու տեղ էստեղ պրոբկա է, այստեղով արին ես մի գնա, այդպես զրույցներ լսել եմ։ Ծանր գործ է ավտոբուսի վարորդ լինելը, ասում են քաղաքային տրանսպորտից ամենօր օգտվող մարդիկ։ Ավելի ծանր է, երբ առանց հանգստի են աշխատում վարորդները, նկատում է Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Ըստ նրա, խայտարակ խցանումների մեջ հոգեպես ու ֆիզիկապես հոգնում են ու դժվարությամբ են կառավարում ղեկը։ Երևանի ավտոբուս ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը Հայլուրի հետ զրույցում հերքում է, որ առանց հանգստանալու են ավտոբուսի վարորդներն աշխատում։ Մեկ օր աշխատում են, մեկ օր հանգստանում։ Վթարի պատճառ են նաև անիվները։ Ավականու ընդդիմադիր անդամը կասկած չունի, որ ամառային անվադողերով են այս ձմեռն գլորելու ավտոբուսները։ Վթարները շատանալու են, մեղավոր նորից վարորդներին են կարգելու։